Բարև ձեզ, ես Արման Թաթոյանն եմ։ Ոնց եք։ Ինչ է ձեր անունը։ Տիկին Հասմիկ ջան, շատ ուրախ եմ։ Ձեր անունը։ Տիկին Ալիսա ջան, ձեզ էլ այսպես ծանոթանանք, շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Ոնց եք, ինչով եք զբաղվում։ Թոշակի։ Նայեք, մենք Վաղարշապատից Գեշ Միածին քաղաքից եք հենց։ Հա։ Տեսեք, մենք ծրագրեր ունենք, որոնք վերաբերում են եւ նաեւ Վաղարշապատի հետ կապված ու առհասարակ մեր քաղաքացիների եւ նաեւ թոշակի անցած մեր քաղաքացիների հետ կապված նրանց ով որ կուզի իհարկե կամավորության, նրանց ներգրավելու տարբեր բնակավարների ըստ մասնագիտության եւ այլն, որպեսզի նրանք նաեւ ներգրավված գան իրենց, որտեղ մենք եւ ամենակարևորը պետությունը հոգացության ներքո պահի մեր թոշակառուներին, որ ոչ թե ամենը թոշակ բարձրացնել հետո ողորմությունով երեսով տան ամեն օր շահեկերը նրանց մեքենան ուղարկել վերամերել, հա? Ավտոբուսները գնացին ընդ են մնացել։ Կարող եք ծանոթանալ, հետևել մեր գործունեությանը, այստեղ ավելի սեղմված տարբերակներ։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Մերսի։ Ինչ քայլենք։ Հա։ Արամ։ Նա Տիկոյին զանգի էլի Կերշայի։ Հա։ Ես ինչ եղավ։ Այ, ասա ինչ եղավ, գնացել ռուպրի հետևից ու չեկավ էլի։ Քվյատների համար, իք համար, քվյատների համար, միասնության, Հայաստանի թեկնածու, միասնության, Հայաստանի թեկնածու, Քան ինչ եմ տղա։ Ահա, արեն ինչ ես ուզում տաս, կհոգներ։ Բայց ես քեզ չօգնեմ, ես էլ գտեմ, այսինքն իրար եք։ քվյատների համար, Ընտրենք մենք, որ չախախենք 16-ին, ընտրենք մենք, որ չախախենք 16-ին, ընտրենք ոչի, որ չախախենք 26-ին, միասնության, ընտրատենքի համար, Այո, իհարկե, սիրով, այո, սիրով, Վեցանկի ռոմբիկը։ Հա, արկած տեսնի։ Հա։ Կարելի է ձեզ բարևել։ Բարև ձեզ։ Ես Արման Թաթոյանն եմ։ Արման, բարև ձեզ։ Մեր ծրագրից փոխանցենք ձեզ։ Խնդրեմ, կարող եք ծանոթանալ։ Խնդրեմ, շնորհակալություն։ Հա, խոսենք։ Շնորհակալ։ Հիմա ազատություն ռադիոկայանը հարցազրույց կտրեց, այս հարցազրույցն խոսենք։ Որտե՞ղ Գայանե ջան, ասեք։ Տիկոյին զանգի։ Ասենք այգի, եկեք։ Վերցնում ու գա։ Ռուպերով եկալ։ Ավտոբուսը հեռու է։ Միասնության, քվյատների համար, Հայաստանի թեկնածու, Ես Արման Թաթոյանն եմ։ քվյատների համար, Մեր ծրագրից թեկնածու, Հայաստանի թեկնածու Արման Թաթոյան։ Հələ bir forçu. Հայաստանի թեկնածու Արման Թաթոյան
Հայաստանի տեխնացու արման Հայաստանի տեխնացու արման Քվյաթերթիկ համար Քվյաթերթիկ համար Քվյաթերթիկ համար Միասնության Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին Միասնության Ընտրաթերթիկ համար Ընտրաթերթիկ համար Ասեք, լսում Հայաստանի տեխնացու արման Հայաստանի տեխնացու արման ոնց եք, լավ եք։ Մերսի, շնորհակալություն։ Ինչ կա չկա։ Զբաղմունք բան չկա, չէ։ Դա էլ է նորություն։ Մեզ հարցեր ունեք, ասել, խորհուրդ։ Ամեն ինչը լավ լինի, մեր երկրի համար, մեր ընտրությունները, մեր, այո, եւ դա պետք է անենք բոլորովս։ Բոլորս սա մեր երկրի, մեր ապագայի համար է։ Բոլորիս համար, մեր երեխեքի, այո։ Չէ, որ տենակ ինչ պետք է լինի, դուք չպետք է վայելեք։ Անհիշելի ժամանակներից ապրում եմ, 100 տարեկան։ Աստվածնա, Առողջություն ձեզ տա։ ավելի լավն է։ Տեսեք, այս ընտրությունները դուք մեզանից լավ գիտեք, կյանքի փորձով մեր երկրի համար են, պատմական նշանակության ընտրություններ են։ Հիմա համատարած շատ են մարդկանց վախեցնում, կախվածության մեջ դնում, մեկի երեխուն են ասում գործից կհանենք, այն մեկին են գնում վախեցնում եւ այլն։ Հիմա ամենակարևորը, որ մեր քաղաքացին իմանա, մենք եկել ենք ասելու, որ մեր քաղաքացին այդ քվեախցիկում ինքը ամենազորն է։ Հիմա էլ ամենազորը, բայց այդտեղ ամբողջ իշխանությունը այդ պահին պատկանում է քաղաքացուն ու այդ այն պահն է, որ այդ պահին են տանում քաղաքացու ձեռքից իշխանությունը, այդ պահին, այդ վախերը ինչի համար են, որ մարդկանց վախեցնեն, զզվացնեն, մի մասը չգնա ընտրությունների, մի մասը մտածի դե այդտենց էլ լինելու է, էլի մեկը, էլ ինչը փոխես, ամեն ինչ լուծված է արդեն, այս սա է, մյուս կողմից էլ մենք շատ ենք տեսնում, որ մեր քաղաքացիներն էլ հոգնել են, այս հիասթափությունը շատ է, ընթացքում անընդհատ խաբել են, նույնն էլ հիմա էլ է։ Այն երկրորդ համարը ինչ նկատի ունի, որ ասում է, ոչ մեկին չեն կտրում, մեկ ինչ բան։ Դե տեսեք հիմա մենք Ահա, վերջացավ։ Ասացի, որ թողմանան նայել, մենք չենք ընտրում։ տեսեք մենք պետք է այստեղ ամենակարևորը մենք ինչ են ասում։ Չի որ կարևոր չի։ Շատ լավ է։ Նայեք, այսօր օրինակ մենք այս իհարկե շատ հաճելի։ Այսօր օրինակ մենք ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել եւ ուղարկել ենք Եվրամիության դեսպանին։ Ես այնց այսօր ուղարկելու եմ, որ այդ երկրից անում են հայտարարություններ, որ այդի Հայաստանում նենց անենք, որ ընտրվի այս իշխանությունը, պետքա ուժը ցույց տանք, երկաթե բրուսկի իր տեղում է եւ այլն։ Տեսեք ոնց են միջամտում մեր ընտրություններին։ Մի կողմից այդ վախերն է, չէ՞, վախացնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով։ Մյուս կողմից ինչ վախերը, ասում են գործից կհանենք, ես կանենք, իրենք էլ հետն են վախենում։ Այո։ Հիմա տեսեք մեր ժողովուրդը այսքան հզոր ժողովուրդ ենք, չէ՞, ինչ պատմություն ունենք եւ այլն, տեսեք մեզ երկու կողմից վախերի մեջ են դրել։ Հիմա մենք պետք է իրոք բոլորով ցույց տանք, որ մենք կարող ենք ու այդ ուժը ունենք, հնարավորությունը ունենք, խելքը ունենք, ամեն ձև եւ հարցերը լուծելու ձևերներ գիտենք։ Այս է կարևորը։ Դուք ողջել եք, դուք երիտասարդներ եք, երկար կյանք ունենաք, առողջ ապրեք, երջանիկ ապրեք։ Գիտեք ինչ։ Մարդու կյանքը ներապրած տարիների մեջ չի, ներապրած երջանիկ տարիների մեջ։ Իտալիան կան գերեզմաներ, որտեղ գրում է, ապրեց 5 տարի, ապրեց 10 տարի։ Բայց նայեք նույն 40 տարեկան մեռել է, ասում են, այդ 5 տարին է երջանիկ ապրեց։ Դուք երջանիկ ապրեց բոլորը։ Մեր մյուս մեծ խնդիրներից է, տեսեք, մենք երիտասարդության, դուք ասում եք երիտասարդները, չէ՞ շատ լավ հարց եք բարձրացնում։ Մեր երիտասարդների համար այսօր օրինակ Վաղարշապատում սոցիալական ես նայում էի համաշխարհային բանկի նաև տվյալները, ամեն 4-ից մի հոգի աղքատ է։ Ըստ տվյալների, հələ տեսեք, շատ ահագնացող, շատ վատ վիճակագրություն է։ Այն մյուսներն էլ չի հարուստ են, հազիվ մարդիկ ինչ են անում, գոյատևում են, բայց ինչի՞ պիտի տենց լինի։ Մենք
Այսքան հնարավորություն է, մեր երիտասարդների համար չկա հնարավորություններ, չէ՞, իշմիացնիցեք։ Անընդհատ արտագաղթա, մարդիկ տեսնում են, խնդիրը գնան կամ Երևան, կամ գնան Խոպան, արտասահման, այնտեղ ճանապարհը գտնեն գնան։ Այս էլ մեծ խնդիր է։ Շատ շնորհակալ ենք ձեզ չխանգարենք։ Ձեր տեսանկյունից բոլորը երիտասարդ են։ Հենց որ մասը մեկ ժողովուրդ։ Նայեք, մենք ինքներս դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Միասնությունը ամենակարևորն է։ Որովհետև այո, հիմա հենց այդ բանն է իրականացվում պառակտելու եւ այլն թշնամասնելու իրար այսօրվա քաղաքականությունը այդ է։ Տեսեք, ընտրություններից հետո ըստ արդյունքի մեր քաղաքացիները պետք է նաեւ տան այդ հնարավորությունները։ Մենք օրինակ արդեն եւ հետազոտություններ են ցույց տալի եւ ինքներս էլ ենք մարդկանցից զգում, որ շեմը հաղթահարում ենք։ Հիմա մեզ պետք է ինչքան շատ մենք էլ վստահությունը քաղաքացիներից ստանանք, հետո արդեն ըստ արդյունքի, որպեսզի այո, պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունը չկարողանա վերարտադրվի։ Եվ մեզանից օրինակ, Հայրիկ ջան, ոչ մի բան, ոչ մի մեզանով պայմանավորված այնպես երբեք չի լինելու, որ իշխանափոխություն չլինի, այսպես ասած։ Այսինքն մենք այսպես մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԿՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ։ Նաև մյուս մեր կարմիր գծերն են հետ։ Այո։ Որովհետև մեզ այս արատավոր շղթան որ կա, նախկին ներկային ինքը ինչ անում, չէ՞, այս վանդակի մեջ է մի տեսակ մարդկանց պահում։ Նախկին ներկստի տպավորություն է ստեղծում, որ ընտրություն չունենք։ Կամ ինչ որ արտաքին ուժ ներկայացնող մարդկանց ինքն էլ իրան դիրքավորում է իբր Եվրոպայա, մինչդեռ Ադրբեջանի լրիվ այսպես պաշտպանության ու աջակցության տակ է։ Իրականում մենք պետք է հասկանանք մենք հայերս ինչ ենք ուզում, մեր Հայաստանի շահով ղեկավարվել։ Չի հասկանում։ Սովորաբուսանիսը չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարելի է։ Եթե չեք միավորվում, չեք ինչ-որ տակիկեն չեք ամեն մեկը ձեզ համար ամեն մեկը անհասկանալի է։ Մենք չենք կարող որոշել։ Մենք այդ տեսնում ենք, որ ժողովրդի իրականում այդ միասնությունը շատ է կարևորում եւ ժողովուրդը հոգնել այդ ինտրիգներից նաեւ էլի քաղաքական։ Այո, ճիշտ եք ասում։ Մեր մարդկանց խնդիրներից դե պետք է նաեւ ըստ ընտրությունների արդյունքների նաեւ ամեն ինչ անել այդ նպատակի համար։ Ասես կպատակալը ինքը կշահի իհարկե մտավորված է։ Որտեղ ամեն ինչ մշակում կարող մի 10% ժանի հապարկի, բայց Փաշինյանը ասես որ Տեսեք, նա սպառնում է այդքան 60-70% մարդկանց մեջ մտցնում են, որի վրա ամեն ինչ որոշված է դա, բայց իրականում այդպես չի։ Մենք տեսնում ենք նրա քաղաքացիների վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ուղղակի դուք ճիշտ եք ասում, այնպես պետք է լինի, որ իրենք այդ պառակտումների հաշվին են անում, որ պառակտում չլինի հակառակը միասնություն լինի, մենք համաձայն ենք։ Նրանց հետ որ 20-30% բան է, Գիտեք Հարիկ ջան, մենք օրինակ այդպիսի մի օրինակ կարող ենք ձեզ ասել, մենք էլ ենք ձգտում միասնության։ Հետևաբար տեսեք, մեր քաղաքական ուժը երկու կուսակցություններ միավորվել են իրար, որ մեկ ցուցակով գնան։ Կարող ենք ավելի համախմբեինք, իհարկե, եթե ստացվեր։ Այդ բանակցությունները անընդհատ գնացել են, բայց քաղաքականությունը ինքը այնպիսի բան է, որ մարդիկ կան ուզում են իրենց ուղղությամբ գնան, մարդիկ կան իրենց հաշվարկներ ունեն, բայց դուք ճիշտ եք, այո, մեզ ինչքան հնարավորություն ունեցել ենք, մենք միավորվել ենք։ Հետևաբար մեր գործընկերները Շան Դաշինք կուսակցությունը